Սոցիալական առումով մեր երկրում կա խորը սոցիալական անարդարություն։ Հիմա մարդիկ դա բարձրաձայնում են, ու այս ֆոնին նորից պետքա ստիպված կրկնեմ, տեսնել, որ պաշտոնյաները ասում են, մենք պետքա լավ հագնվենք, մենք պետքա լավ սնվենք, մենք էլի լավ հագնվեք, լավ սնվեք, բարի եղեք, մարդկանց կյանքի որակը բարելավել, ձեր ուղիղ պարտականությունը կատարել։ Կամ որ ասում են թոշակները չեն կարա բարձրացնենք, որովհետև A. բյուջեում փող չկա, B. դա հարցի լուծում չի 10,000 դրամը, մեկ է մրսելու է։ Հիմա հարցը կամ փողը բարձրացնենք, չգիտեք ոնց ծախսեք։ Հիմա երկու բան եմ ուզում դրա հետ կապված ասեմ։ Նախ որ բյուջեում փող չկա, դրանում ժողովուրդը չի մեղավոր։ Դրանում մեղավոր է կառավարությունը, որտեղ ուղիղ պարտականությունը բյուջեում ապահովել գումար եւ տնտեսական աճ ապահովել։ Ոչ թե անընդհատ նույն տարի։ Օրինակ 26 թվականի բյուջեն վերցնենք, մենք բյուջեում մոտ 1 միլիարդ դոլարի դեֆիցիտ ունենք, որտեղ 8 միլիարդ դոլարի մենք բյուջե ունենք եկամուտ, 9 միլիարդ դոլարի մոտ ունենք ծախս։ Այդ 1 միլիարդ դոլարը մենք էլի միջև տարեվերջ պարտք ենք անելու եւ մեր արտաքին պարտքը եւս 1 միլիարդ դոլարով աճելու է։ Հիմա սրա մեղավորը թոշակառուն է, ուսանողն է, նպաստառուն է, ով է սրա մեղավորը, ժողովուրդն է, այս սա է խնդիրը, հասկանում եք, որ կարելի է յուրաքանչյուր հարցին կարելի է արդարանալ, բացատրել, անցնել առաջ, բայց իրենք չեն հարթարանում, իրենք հոխորտում են մարդկանց։ Հասկանում եմ, կարելի է դա անվանել տարբեր ձևով, բայց դրանից հողի վրա, գետնի վրա մարդկանց առօրյա խնդիրները միայն խորանում են, այո, եւ առաջանում է սոցիալական դժգոհություն։ Հիմա տեսեք, երբ որ իրանք ասում են 10,000 դրամը հարցի լուծում չի, մեկը որ բարձրացնենք, ինչ անելու թոշակառուն։ Բայց 3 միլիոն դրամը, 5 միլիոն դրամը, 6 միլիոն դրամը դուք լավ գիտեք ինչ անեք, քաղաքացին չգիտի ինչ անի, ժողովուրդը չգիտի ինչ անի, այդ ոնց է դուք ուզում եք լավ հագնվեք, դուք ուզում եք լավ շրջագայեք, դուք ուզում եք իշխանության բոլոր ատրիբուտներից օգտվեք, խոսալով ժողովրդի չգիտեմ ինչի մասին, չէ որ եկաք իշխանության, խոսում եք, որ պետքա այս անարդարությունների վերջ տրվի, աշխատավարձը բարձրի, վարկային տոկոսադրույքները իշնի, վարկային տոկոսադրույքներն այլ չէ, վարկային տոկոսադրույքներով քամում են մարդկանց, ոնց որ տարիներով մարդիկ տոկոսների տակ են եղել, տենց էլ հիմա էլ, բայց ճանապարհային տուգանքները վերանան։ Այսինքն այս առումով, իսկ հիմա ուղղակի գիտեք ինչ, բացատրություն, որ ձեզ պետք չի թոշակը բարձրանա, ձեզ պետք չի ջեռուցումը, բանալյոտը ջեռուցում, գիտեք, ամեն դեպքում թոշակը որ բարձրացնենք, դրանից դուք ավելի տաքուկ չեք լինելու, որովհետև դուք նաև պետք է ձեր պատուհանը փոխեք։ Դե փոխեք, եկեք փոխեք, եթե կառավարությունը կարա բոլորի պատուհանները թոշակառուների փոխեք, եթե չի կարա, իսկ պարզ է որ չի կարա եւ չել անի։ Ուրեմն մի խոսացեք այդ խնդրի մասին։ Այսինքն դուք ինչ ինքներդ ձեզ ընդդիմություն եք, դուք ընդդիմության ֆունկցիան վերցրել եք, դուք համ իշխանություն եք, համ ընդդիմություն եք, համ մի բան չեք անում, բացատրում եք ինչի չեք անում, հետո ներկայացնում եք ինչ-որ բաներ, հակափաստարկներ։ Այսինքն գիտեք, սենց կարելի է ուղղակի միշտ արդարանալ, ոչինչ չանել, արտաքին պարտք ավելացնել, ինքդ քեզ պարգևատրել միլիոնավոր դրամներ, ինչը որ հիմա տեղի է ունենում, ժողովրդին էլ հանել, որ ժողովուրդը չի հասկանում, թող համակերպվի, թոշակառուին դեղ պետք չի, կոմունալ պետք չի, բանը, տաք պետք չի, պատուհան պետք, այսինքն ես չգիտեմ, գիտեք հիմա սենց որ մենք խորանանք կարելի է հասնել նրան, որ вообще առհասարակ կյանքում ամեն ինչ անիմաստ է ժողովրդի մակարդակով, բայց պաշտոնյաների մակարդակով ամեն ինչ ունի իր իմաստը եւ իրենց կարելի է, իրանք պետք է դե լավ ապրեն, ժողովուրդը կարա յոլա գնա, ոնց որ միշտ եղել է, բայց դրա փոխարեն հարկերը բարձրացնենք բիզնեսի, հա, բիզնեսի հարկերը 25 թվով բարձրացրեցին, 3000-ից ավել փոքր եւ միջին բիզնես փակվեց։ Դա 25 թվականի պաշտոնական տվյալներ եմ ասում, Աստված գիտի 26 թվականին ինչ կլինի։